Սուրբ Սարգսի տոնի օրը հունվարի 31-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը հավաքվել էին Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամներ։ Տեր Փարենն ու Տեր Սարգիսը երիտասարդների հետ խոսեցին Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնի խորհրդի մասին։ Քահանաները զուգահեռներ անցկացրեցին մեր ժամանակների հետ, ներկայացնելով հանուն քրիստոնեական հավատի նահատակված սրբի վարքը։ Երիտասարդները հարցեր ուղղեցին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանին։ Մենք ճանաչենք ինքներս մեզ, մենք ճանաչենք մեր եկեղեցին, մենք ճանաչենք մեր միջավայրը։ Հայր Սուրբը լսեց երիտասարդների դիտարկումները, պատկերացումները քրիստոնեական հավատի ընկալումների վերաբերյալ, պատասխանեց նրանց հարցերին, հորդորեց շատ աղոթել, լինել եկեղեցում, հոգով ու սրտով ծառայել Աստծուն։ Այս ձևաչափի հանդիպումների հիմքը դրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Այստեղ երիտասարդները ոչ միայն հոգևոր զրույցի են մասնակցում, այլև նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ներառվում են թեմական կյանքի կազմակերպչական աշխատանքներում։ Լսում ենք արդեն ողջ երիտասարդաց միության երիտասարդների եւ պատանիների կարծիքները եւ հարցերը, եւ այս ավանդույթը ձևավորվել է մեր թեմի առաջնորդի Մկրտիչ Սրբազանի կողմից։ Մենք ամեն տարի հավաքվում ենք եւ Մկրտիչ Սրբազանը նախ պատասխանում է երիտասարդներին հուզող բոլոր հարցերին, տարաբնույթ հարցերին եւ լսում է իրենց առաջարկները եւ տարվա ընթացքում այդ առաջարկները միս ու այրուն են առնում, Սրբազան հայրը իրականացնում։ Այսօր մենք իհարկե Սրբազանը այստեղ չէ, բնականաբար ժամանակավոր կերպով, բայց մենք շարունակում ենք այդ գործը։ Տեր Փարեն քահանա Առաքելյանը երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատուն է։ Նա համակարգում է տարբեր գյուղերում եւ քաղաքներում գործող միությունների գործունեությունը։ Տեսեք, այսօր Սուրբ Սարգսի տոնն է, նախ մեր երիտասարդներին ներկայացնում ենք, թե ով է եղել Սուրբ Սարգիսը, ով է եղել իր որդին, Մարտիրոս, ովքեր են եղել այն 14 զինվորներ, ովքեր նահատակվել են Սուրբ Սարգսի հետ, ում տոնը, որ այսօր մենք նշում ենք։ Եվ այդ Սուրբի հատուկ առաքինություններով փորձում ենք կրթել մեր մատաղ սերնդին, պատանիներին եւ երիտասարդներին։ Այսօրվա Սուրբի եւ Սուրբերի հատուկ առաքինություններն են նվիրվածությունը, անկոտրում լինելը, սկզբունքներին չդավաճանելը եւ սերը Քրիստոսի նկատմամբ։ Տարբեր հետաքրքրությունների, զբաղվածությունների երիտասարդներ ուսանելուց, աշխատելուց զատ միավորվում են այս կառույցի ներքո, մասնակցում են պատարակների, ուխտագնացությունների, հանդիպումների, հոգևոր լիցքեր են ստանում։ Ես մասնագիտությամբ շինարարության ոլորտի տնտեսագետ եմ, մասնագիտությամբ աշխատում եմ, նաև զուգահեռ գրաֆիկ դիզայնով եմ զբաղվում, աշխատում եմ այս պահին ամերիկյան կազմակերպությունում։ Ներգրավել եմ հենց երիտասարդաց միությունում առաջին պահից, երբ որ միությունը գյուղում ստեղծվեց։ Նախ տարվա սկզբից գրվում ենք տարվա պլանը, ու ըստ դրա արդեն սկսում ենք շարժվել, ընթացքում էլ եթե ինչ-որ հնարավորություններ ունենում ենք ինչ-որ տեղեր գնալու, արդեն ըստ դրա երեխաներով միությունում քննարկում ենք, տերորդ համաձայնեցնում ենք, օրհնությունը ստանալով արդեն կազմակերպում ենք մեր գործերը։ Նշում ենք բոլոր տոները հիմնականում այդ շուկով մեր գյուղում։ Ես Գայանե Հովհաննիսյան եմ, Ապարան քաղաքի Սուրբ Խաչ երիտասարդաց միության անդամ, սովորում եմ Երևանի պետական համալսարանի արվեստի տեսության եւ պատմության ամբիոնում, հետաքրքրությունների շրջանակս լայն է, մեծ է, ինձ փորձում եմ տարբեր ոլորտներում երաժշտություն, նկարչություն, կինո, ես Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի անդամ եմ, շուրջ 9 տարի, Եվ իմ հետաքրքրությունները եկել են փոքրուց, դեռ եկեղեցու նկատմամբ, եւ փոքրուց դեռ մեզ սովորացնում էին եկեղեցում լինել առաքինի, լինել նվիրված մեր եկեղեցուն։ Երիտասարդները այս հանդիպմանը եկել էին Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում պատարակի եւ օրհնության կարգին մասնակցելուց հետո։